Իջևանի քաղաքային զբոսայգին 2011-ից 18 թվականներին մաս-մաս է արվել։ Այգին բաժանվել է շուրջ 20 կտորների և կառուցապատման իրավունքով տրամադրվել տարբեր անձանց, այդ թվում նախկին համայնքապետի մտերիմներին։ Միայն 8 տարի անց է հնարավոր եղել այգու կտորները մեկ առ մեկ վերադարձնել համայնքին։ Այգին փրկվեց մի կարևոր իրավական նրբության շնորհիվ։ Վարձակալները չէին շտապել։ Ըստ օրենքի կառուցապատման իրավունքով տրված հողը պետք է կառուցապատվի 3 տարվա ընթացքում, այլապես տրված արտոնությունը կարող է չեղարկվել։ Հենց այս անգործությունն էլ հիմք դարձավ դատախազության համար։ Ներկայացվեց 17 հայցադիմում, պահանջելով դադարեցնել մասնավորի իրավունքները հանրային հողի նկատմամբ։ Նշված 17 հայցադիմումներից 14-ը բավարարվել են, 14-ից 10-ը արդեն վճիռները ստացել են օրինական ուժ եւ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցվել է, այսինքն գրանցվել է նրանց իրավունքի դադարեցումը, դա շուրջ 4500 քառակուսի մետր հողամասի մասին է, մնացած հողամասերի վերաբերյալ քաղաքացիական դատավարությունը դեռևս շարունակվում է հակակոռուպցիոն դատարանում։